Պիտի շարունակենք աննույթը, որ սկսանք անցյալ երկու չորեքշաբթիներուն եւ ասինք թե վերջին օրերու մասին է ասնույթը, թե ինչպես վերջին օրերու մեջ ուխտաթրժություն պիտի լա, այսինքն մարդիկ պիտի հերանան այն ուխտեն, որ Աստուծո հետ սկսան եւ համարը, որ այս սերդոության փուն համարն է, երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ն է գսե չլա թե մեկը ցես խափե գերբոմը, վասնզի այն օրը պիտի չկա ապստամբութենեն առաջ, որ նաեւ ուրիշ տեղ գսե ուխտաթրժություն, ապստամբութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը Գորստյան որդին, որ գխոսի ների մասին, անտիքրիստոսի մասին, իր հայտնվելեն առաջ գսե այս ուխտաթրժությունը պիտի լա հավատքի։ Եվ մենք անցյալ չորեքշաբթի սկսանք անցնել մի քանի գեդերու վրայեն երկու գետ ըրինք, թե ինչպես եկեղեցի մեջ այս ուխտաթրժությունը պիտի մտնե եւ համարը, որ մեզի այս իրականությունները բարձեց, կգտնվի հութա Կրկին 11-րդ համարի մեջ, կսե վայ անոնց, որոնք գայենին ջամփովը կացին, անգևերջը նայեցանք գորխին հագարագությանը մասին, որ ինչպես եկեցի մեջ այդ գորխի հագարագության օրինակը այսօր վնասներ կբերե եւ ուխտաթրժությունը կկատարվի, եւ այսօր պիտի նայենք վերջին ասպաժին համարին վերջինը, որ գսե ու փաղամի մոլորությանը բես ցանկության վարձկի յետևեկացին փաղամի մոլորությանը բես ցանկության վարձկի յետևենքացին փաղամի մոլորությունը եթե գուզենք լման հասկանալ թե ինչ պատահեցավ փաղամի պատմությունը պետք է գարտանք թվոց բելը մանկլերինով թվոց 22-ին 25 գլուխներում մեջ է պիտի չգարտամ բոլոր պատմությունը, բայց կարգը համարներ անդեղեն պիտի առնենք եւ տեսնենք թե ինչս է փաղամի մոլորությունը, որ բարձկի յետևե կնացքսե եւ ուրիշ տեղսե փաղամի վարդապետությունը, ինչ էր փաղամի վարդապետությունը։ Նախ ասենք թե խոսենք անոր մասին թե ով էր փաղամը։ Փաղամը մարգարե մներ որ Իսրայելի ժողովուրդ երբ որ Եգիպտոսի եկրեն ելավ փաղակ մովապացներուն փաղակ թագավորը գանչեց այս մարգարեին որ անիծե Իսրայելի ժողովուրդը եւ երբ որ փաղամ եկավ հագարակ որ գիտեր որ ադիգա Աստուծո գամքը չէր որ ուներ եկավ որովհետեւ փաղակը իրեն խոստացավ որ պիտի վարձադրեր ամեն տեսակ նվերներով եւ անշուշտ ինքը ակահեր եւ գիտնալով անտերց որ սխալ է եկավ որբեսի Իսրայելի ժողովուրդը անիծե բայց ամեն անգամ որ Փերանը բացավ անեց տալու Աստված անոր թեմ իր Փերանեն օրհնության խոսքեր հանեց եւ այս բոլորը երեք անգամ պատահեցան եւ անգեբերջը Փամը որ ադոր ատմասն է որ մենք պիտի անոր վրա գետրոնանանք որ ինչպես կրծավ Իսրայելի ժողովրդին վնաս հասնել ուրեմն 22-ի մեջը գարտանք գսե ուստի Փաղագը գսե ուստի գաղաչեմ եկուր ինձի համար անիծե այս ժողովուրդը քանզի անիգա ինձ մեզ զորավոր է թերևս կարող լամզանի գազարնել ու երկրես վրընդել վասնզի գիտեմ թե օրտնածը օրտնյալ է եւ քու անիծածը անիծյալ է հոս կդեսնենք Փաղագի առաջարկը Փաղամի որ կանչեց Արամի երկրեն գսե Արամի երկիրը ներգայիս Սուրիան է հոնդերեն Թահերին կանչեց լսելով որ ինքը Աստուծո մարդն է մարգարեն է որբեսի քա եւ անեց տա Իսրայելի ժողովրդին որովհետեւ գիտեր որ
ինքը չեր գնար հաղթել Իսրայելի ժողովրդին եւ լսած էր, որ Աստված իրենց հետն է։ Հետաքրքրական է փաղագի մոդեցումը, ինչպես կհամարցակի Աստծո մարդուն կանչելու, որ Աստծո ժողովրդին անեց դա։ Հետաքրքրական է այս մեկը։ Բայց անգյանտին անցնելով կգարտանք 17-րդ համարը, կսե քանզի քեզի շատ բադի պիտի ունեմ եւ ինձի ինչ որս ես պիտի ունեմ, ուստի գաղաչեմ եկուր անիծե այս ժողովուրդը ինձի համար։ Քեզի շատ բադի պիտի ունեմ, այսինքն քեզի պիտի դամ ինչ որ գուզես։ Բարձաբես միակ փափակսանը որ քաս եւ այս ժողովուրդը անիծես, որովհետեւ ես գիտեմ որ պիտի բարդվիմ այս ժողովուրդեն։ Եվ անշուշտ այսօր դիմաց կտեսնենք որ Փաղամը ամիջապես իր էշը հեծավ եւ քնած որբեսի անեց դա եւ պատմությունը կգարտանք որ գսե 22-րդ գլխուն 21-ն 34 համարներու մեջ թե ինչպես երբ ճամփան գերտար հրեշտակ միելավ էշին արջևը եւ էշը ծուզեց ճամփան շարունակել որովհետեւ հրեշտակը սուրմ ուներ ցերկը որ պիտի սպաններ զիրենք եւ հրեշտակ Փաղամը աղվորը ձեծեց էշը որբեսի էշին միտք փոխել դա որ էշը քալե երթա բայց էշը այնքան էշին այնքան ձեծեց որ էշը խոսեցավ Փաղամի եւ սա չես տեսնել հրեշտակը որ մեր արջևը գայնած է եւ բիդի մերցնե ցերկը սուրգա եւ հրեշտակ իրեն սա որ գիտեմ բիդի երթասը սա բայց չլա որ սա ինչ որ Աստված սեմյան անիգա բիդի խոսիս եւ Փաղամ համացանեցավ ընդունեց ադիգա եւ շարնագեց ճամփան Երանի ամբես վերջանար եւ հոն ամեն բան գլուծվեր, որովհետև 3 անգամ Աստված օրհնել տվավ Իսրայելի ժողովուրդը անեց գիտեղ, բայց Փամը բադայեցավ կգարտանք թվոց 31-ի մեջ, որ Փամը ыրա, որ Իսրայելի մեծ վնաս բերավ 3:16-ի մեջ, 31:16-ի մեջ, թվոց 31:16 կսե Ահա Փաղամին խրադովը ադոնք պատճառ եղան որ Իսրայելի որդիները դերոջ թեմ մեղանչեցին փոքովրի կորձին մեջ եւ դերոջը ժողովրդին վրա այն հարվածը եկավ Փամը բադայեցավ որ գսե Փաղամին խրադովը ուրեմն հայտնի է որ Փաղամ մադունի ասոր մեջը Փաղամը Փաղագի խրատը գուտա եւ այդ խրադովը Իսրայելի ժողովուրդը վնասի կմատնվի եւ կբարդվի եւ մեծ նեղության կմատնվի Նոր գդագարանի մեջ կխոսի ավելի այս բացատրությունը գուտա այս պատմության մեջ այնքան հստակ չէ թե ինչ երավ Փաղամը բայց նոր գդագարանի մեջ կխոսի ավելի Փաղամի վարդապետության մասին եւ ասիգա գծուցնե այսօր ուխտաթրջության մեկ ցևը որ սատանան գործածե կմտնե եկեղեցիները ներս որբեսի եկեղեցիները գործանե թվոց 22 32 գսե 22 30 գսե եւ դերոջ հրեշտակը սավանոր Ինչու այսպես 3 անգամ էշը ծեծեցիր, ահա ես քեզի ընթիմ մանալու ելա, վասնզի քու ջամփատ ուղիղ չէ իմ արջևս։ Հոս դերոջը հրեշտակին խոսակցությունն է Փաղամի հետ, որտեղ էշը 3 անգամ ծեծած էր, գսե քու ջամփատ ուղիղ չէ։ Աստուծո մարգարեն է, բայց ջամփան ուղիղ չէ։ Եվ ինչ էր իր ուղիղ չլալուն պատճառը կգարտանք երկրորդ Պետրոս 2:15-ի մեջ երկրորդ Պետրոս 2:15 կսե շիդակ ջամփան ցկելով մոլորեցան
Փեովրյան Փաղամին ջամփուն հետևելով, որ անիրավության վարձքը սիրեց։ Անիրավության վարձքը սիրեց, կսե։ Փաղամը տրամասեր էր, անիրավության վարձքը սիրեց, կսե։ Գիտեր, որ ընելիքը սխալ է, բայց քնած, որովհետև ադոր վարձքը ինքը պիտի ստանար եւ հութա 11-ի մեջ որ գարտացինք նույն բանը գշեշտե հութա 11-ը կսե Փաղամի մոլորության բես ցանկությամբ վարձքի յետևե կացին վարձքի յետևեն կացին ուրեմն Փաղամի համար կարևոր չէ շիդագնելը, մինչև այնադերն, որ ինքը վարձ կստանար և ադալ աշխարհի շահերն էր։ Հիմա բիդեսեք, որ Փաղամը ինչպես Աստուծո մարգարե էր, ինչ տեսակ Աստուծո մարգարե էր, և ասոր որովհետև գերտա Աստուծո ժողովրդին թեմ, փամը ընելու, և ասիգա Հիսուսի օրինակներում արակներում մեջ են գստագանա թե այսպիսի անձեր վարձված հովիվներ են վարձված հովիվներ Հովանու 10:13 եւ վարձկանը կփախչի վասնզի վարձկան է ու ինք հոգ չներ ոչխարներուն համար բարձաբես հոն է որովհետև տրամ կա եւ այսօր գծավին գսելու որ շատ մծարայություններ կան, որ տրամի հետ կապված են եւ եթե պիտի նայենք TV-ի վրա կեսեն ավելի տրամի հետ կապված ծառայություններ են, որոնք մարդոց գքայթաղեցնեն, բայց ցավալինան է որ շատեր միամտությամբ կհետևին այսպիսի առաջնորդներու, հովիվներու մարգարեներու եպիսկոպոսներ ինչ որ իրենց կգոչեն եւ ասի Փաղամի օրինակը նաեւ մեզի կսկուշացնե մանավանդ անոնք որ ծառայության մեջ են որ ծառայողներ հավատարիմ մնան իրենց դրված պատկամի մեջը եւ իրենց պատկամները ճշմարտության վրա մնան, չփոխվին, տրամի երեսեն, այսօր ադալ կտեսնենք, որովհետև ինչ բան որ ժողովրդին հաճելի է, շատ առաջնորդներ, հովիվներ միանանոք կխոսին եւ մենք ունենք շատ օրինակներ, որ հովիվներ, որ մեծ եկեղեցիներ ունին, որոնք Թժողքի երկինքի մասին չեն խոսիր, մեղքի մասին չեն խոսիր, որովհետև ժողովրդին անակիստ կնե եւ ասիգա գլա, որովհետև իրենց շահ կա, եթե մարդոց շոյեն, ավելի շատ մարդ կուքա եւ իրենց շահը ավելի լավ գլա եւ անուններ պիտի չիդամ, շատ լավ գիտեք, որ մասին խոսիմ, մեկ հատ Տեքսասի մեջ է, առաջին Դիմեթրիոս 6:10 Եվ շատեր ցավալինան է, որ անանգավոր կխոսին, որ քանիներ մեր եկեղեցի մեջ են առանց գտնալու մտիկ կնեին անոնց եւ պետք է իրենց զգուշացնեի, որովհետեւ շատ անուշ կլսվի իրենց քարոզները եւ մեկը չգիտնար, որ գեղձ է, դագը փամը չկա Սեբասնզի փոլոր չարություններուն արմատ արձարթասիրությունն է, որուն մեկ քանիներ անցնադուրը լալով հավատքեն մոլորեցան ու ինքնին շատ ցավերով խոցեցին։ Տրամասիրությունը, արձարթասիրությունը գսե շատեր մոլորեցուց իրենց հավատքեն։ Ասիգա սիրելներ վտանգավոր բան է։ Եվ մենք շատ զգուշ պետք է լանք, որ չդարվենք այսպիսի բաներով։ Հիմա ինչպես ասի սկիզբը, Փաղամի ճիշտ ռածը չէ գրված իր պատմության մեջը, բայց ուրիշ տեղեր Սուրբ Գիրքի մեջ կհիշվի եւ ավելի կստականա, թե ինչ պատահեցավ, Փաղամ ինչ քեշություն ունավ Իսրայելի ժողովրդին թեմ։
Ադոր համար միշտ, երբ որ Սուրբ Գիրքը գգարթանք, պետք է ամբողջության նայենք Սուրբ Գիրքի։ Բոլոր համարները, որ կապված են այդ նյութին հետ, բոլորը միասին բերելով ընդհանուր միտք կգազմենք։ Հիմա այս բարակային քիչ առաջ Փաղամի վարդապետությունը գարեցինք, որ ասոր հետ կհամեմատի, թե ուխտաթրջության մեջ վերջին ուխտաթրջության ժամանակ պիտի լայթ եւ ադոր մասին կգարթանք վերջին կիրքի մեջ հայտնության 2:14-ին մեջ ուր գսե բայց քեզի թեմ քիչ մը փամունիմ ասիկա գկրե Բերքամոնի եկեղեցին գսե քիչ մը փամունիմ որ հոտ Փաղամին վարդապետության հետևողներ կան որ Փաղագին սորվեցուց Իսրայելի որդիներուն արչև քայթաղություն տնել որբեսի անոնք գուրքերու զոհվածներ ուտեն ու բորնգություն ունեն հիմա կտեսնեք այս Փաղամի քեշությունը հոս շատ ավելի կհստականա գսե Փաղամին վարդապետությունին հետևողներ կան որ Փաղագը մովապացներու թակավորն է որ գանչեց իրեն անեց տալու սորվեցուց գսե Իսրայելի որդիներուն արչև քայթաղություն տնել որբեսի անոնք գուրքերու զոհվածներ ուտեն եւ բորնգություն ունեն ինչ ավոր մարգարե չի գրծավանիցել բայց Փաղագի բարձրությունը առնեսելով իրեն խեք տվավ իրեն խորուրդ տվավ թե ինչպես գնար Իսրայելի ժողովրդին հաղթել որտեղ ինքը շատ լավ գիտեր թե Իսրայելի Աստվածը ինչ բաները չեր ախորժեր եւ Փաղագի խորուրդ տվավ որ այդ բաները անել դա որ Իսրայելի ժողովուրդը Աստուծո արչև ինա ուրեմն ուղղակի չգրծավ վնաս հասցնել անեց տալով բայց անոր դեղը ծայրերեն քնած եւ ուրիշ ցեվը կդավ որբեսի քայթաղություն ըլլա Իսրայելի մեջ եւ Իսրայելի ժողովուրդը գործվի ինչպես կարելի է այսպեսի բան անել բայց կարելի է նույնիսկ Աստուծո մարդիկ երբեմն այսպիսի բաներով կխապին եւ կտեսնենք որ ասիկա իրականություն է եւ ինչ որ ցեզի գսեմ գսկուշացնեմ դագը դժմարտություն մգա ցեզի բարձաբես իմ սիրած բաներս ցեզի սելու կամ իմ քաղաքարներս միտքերս փոխանցելու համար չէ որ ասել դոչնենք այլ գսեմ որբեսի արթուն եւ սկաստ լան գսե Իսրայել Սադիմի մեջ թվոց 21 Իսրայել Սադիմի մեջ փանագեցավ ժողովուրդը Մովափի աղջիկներուն հետ սկսավ բորնգություն անել ահավասիկ կտեսնենք ինչպես Փաղամի վարդապետությունը կամ Փաղամի խորհուրդը որ դվավ Փաղագի սկսավ աշխատել Իսրայելի ժողովրդին մեջ Աստված Իսրայելի ժողովրդին ասա որ երբ որ Քանանու երկիր երթակ փնաչին չրեք բոլոր այդ ժողովուրդները որ օրգան Աստուծո արչև այնքան նեղած էին այս ժողովուրդները որ Աստված իրենց արիտներ դված էր բայց ավելի հագարակում երթային ինչպես Նոյի ժամանակ Աստված զղջաց կսե մարդ ստեղծելուն եւ չրհեղեց եւ ճիշտ նույն բարական Քանանու երկրի մեջ էր որ այնքան այս ժողովուրդը քեշ էր որ Աստված այլևս կուզեր անոնց մաքրել այնտեղ եւ Իսրայելի ժողովուրդին ասա որ փնաչինչ պիտենեք բայց Իսրայելի ժողովուրդը անհնազանդ գտնվեցավ այս բադվիրանին մեջ եւ մինչեւ այսօր դագավին անոր վնասը կգրեն եւ ինչ կսե այս համարը 21-ի մեջ կսե Սադիմի մեջ փանագեցավ Սադիմը Մովափի երկրի մեջն է քաղաքն է անոնց հետ գսե սկսան բորնգություն նել ավասիկ Փաղամի խորհուրդը Փաղագիսավ անոնց ծեր աղջիկները գրգեցեք որ անոնց քայթաղեցնեն բորնգություն ունեն եւ ծեր չասվածները որ զանոնք բաշտեն թվոց 31
15-ն 16 գսե եւ անոնց ասավ արդյոք բոլոր գիները ողջ թողուցիկ ահա Փաղամին խրադովը ադոնք պատճառ եղան որ Իսրայելի որդիները դերոջը թե մեղանչեցին փոքովրի կորձին մեջ եւ դերոջը ժողովրդին վրա այն հարվածը եկավ հոստեղը պատմությունը կշարունակվի բادرազմի ընթացքին Աստված ասաց էր որ պիտի մաքրեք բայց գիները բահեցին եւ իրենց գիներ արին անոնց հետ բորնգեցան եւ ադոր վրա գսե Փաղամին խորուրդով ասիկա Փաղամին հղացած միտքն էր Փաղագի որ խորուրդ տվավ եւ ադոր պատճառով գսե Իսրայելի ժողովրդի վրա գսե հարվածը եկավ հիմա հոստեղը արդեն փամը գստականա մեզի որ խառնվելու հարցը որ աշխարհի հետ խառնվելը վտանգավոր փամն է եւ ասիկա եկեղեցի ներս որ կա եկեղեցին գամած կգործընծնե իր վկայությունը եւ գերթա անգումի ճամփան թվոց 25:3 շարունակենք մեկը գարտացի գսե Իսրայել սադի մեջ փանագեցավ ժողովուրդը Մովափի աղջիկներուն հետ սկսավ բորնգությունն էլ անոնք ժողովուրդը հրավիրեցին նայեցեք ինչ կբադայի բորնգությունը չեր բավեր գսե իրենց հրավիրեցին իրենց աստվածներուն զոհերուն ժողովուրդը զոհերեն ուդելով անոնց աստվածներուն նայեցեք երթարն ավելի կեշնագոր աստվածներուն զոհ գուդեն օքեյ աչափ big deal չէ դերևս անոնց երգրբակություններին գսե այսինքն սկսան անոնց չաստվածները բաշխել Իսրայել Փերպեկովրի հարեցավ ուստի դերոջը բարգությունը Իսրայելի վրա փորփոքեցավ ով է Փերպեկովը Փերպեկովը Փաղագի չաստվածներն մեկն էր որուն Իսրայելը գարչեցավ գսե անոր երգրբակություններով եւ դերոջը բարգությունը Իսրայելի վրա եկավ եւ դերոջը բարգությունը որ Իսրայելի վրա եկավ ինչ եղավ հարվածը յետևեն կորձանումը իրենց հանդիպեցավ իրենք գսե սադիմի մեջ փանագեցան Թշնամին երկրի մեջ փանագեցան ամենամեծ սխալը առաջին Աստված իրենց ասաց էր որ այդ երկիրները պիտի քրավեն բայց իրենք քացին սադիմի մեջ փանագեցան ինչպես Ղովդի պատմությունը որ ասկե մեկ երկու շաբաթ առաջ պատկամ հրաձեի Ղովդը գսե նախ թաշտի մեջ գնաց թաշտը ընդրեց հորտանանի շրոտ թաշտեր ընդրեց իր արչարներն ոչխարներով գամած գսե վրանը մոդեցավ Սոդոմ Գոմորի լարեց Սոդոմի կով եւ վերջավորության կտեսնենք որ Ղովդը Սոդոմի մեջ կաբրի եւ հոս նորեն նույն բանը կտեսնենք իրենց արաքելութեն են դուրս ելան երբ որ Սադիմի մեջ փանագեցան հոն գային մովապացի գիները որ իրենց խոդորեցուցին անոնց հետ բորնգություններին եւ երկրորդ համարի մեջ կտեսնենք որ բորնգությունը չեր բավեր անոնց չաստվածներուն սկսան երկրբակություն ունել եւ ասիկա աստուծո համար մեծ ոչ մներ որ Իսրայելի ժողովրդին համար ասկիսպեն բադվիրած էր երկրորդ օրինաց 7:6 քանզի Թուն քու դեր աստուծույց սուրբ ժողովուրդն ես եւ քու դեր աստվածդ երկրի երեսին վրա եղող բոլոր ասկերու մեջ են քեզ ընդրեց որբեսի թուն անոր սեփական ժողովուրդը լաս նայեցեք աստուծո ծրակիրը իր ժողովրդին հանդեպ եւ հիմա կտեսնենք այդ ժողովուրդը ինչ կներ Աստված պիտի չի բարգանար արդյոք պիտի չզարներ իրենց հարվածը պիտի չկար վրանին եւ մենք ալ սիրեներ շատ զսկուշ պետք է լանք այս շատ քերեցիկ համարեք դուք դեր
Թուն քու դեր Աստուծույց սուրբ ժողովուրդն է, սուրբը սել է զատված, Աստուծո համար գործածվելու, Աստուծո գամքին ծառայելու, եւ քու դեր Աստվածդ երկրերեսին վրա են, եւ բոլոր ասկերու մեջ են քեզ ընտրեց, որբեսի թուն անոր սեփական ժողովուրդը լաս։ Հադուկ են անոնք, որ Աստուծո զավակներն են, Աստված զադեց, որ իրեն զավակները լան, եւ մենք չենք կրնար մեր կյանքերը անցնել այսպիսի ծևերով բորնգության եւ Աստված ուրիշ չասվածներ բաշտել։ Հիմա դեսենք մեկանակ բաներ չեն գներ, ցեզի սեմ ինչպես կնենք։ Բորնգությունը երբ որ գարտանք մարգարեությունների մեջ, Եսայի մարգարեի մեջ կսե Աստված Իսրայել ժողովրդին դուք բորնգությունների կսե։ Աստված Իսրայելի ժողովուրդը իրեն որպես գին արած էր, այսինքն իրեն համար զադած էր, եւ երբ որ Իսրայելի ժողովուրդը գնաց ուրիշ չասվածներ բաշտելու, այն ադեն էր, որ բորնգություն ունին Աստծո անտեպ ցկեցին իրենց Աստվածը եւ քացին ուրիշ ասվածներու յետևեն, եւ ինչպես կարելի է այսօր ուրիշ չասվածներու յետևեն երթալ, բարձե ինչ բան որ Աստուծո դեղը գարնե, անիկա գտարնա մեր Աստվածը կամ չաստվածը, եւ ադիգա Աստուծո համար անընդունելի է, եւ Աստված կփարգանա։ Եւ ասիգա Երանի հոմ վերջանար, աս հարվածեն վերջը, որ գարտացինք 30-րդ գլխում մեջը, հոնդեղը բատնությունը վերջանար եւ անգամ նա չի շարնակվեր։ Նայեցեք Հեսվա 22:16-18-ի մեջ ինչ կսե։ Ասիգա սերունդ կշարնակվի, մեն որ մտնե ժողովրդին մեջ շատ դժվար էր ելնելը եւ մինչեւ վերջ շարունակեցա գսե դերոջը բոլոր ժողովուրդը այսպես գսե այդ ինչ մեղք է որ դուք Իսրայելի Աստուծո թեմ կործեցիք դերոջմեն խոդորելով եւ դերոջը թեմ ապստամբություն ունելու համար ցեզի սեղան շինեցիք միթե Փեկովր ինչ որ սադիմին մեջ գսե քիչ աչկարտացինք չաստված որ սկսան բաշտել գսե միթե Փեկովրին անօրենությունը բզդիկ փամն է ներմեզի որ մե միջև այսօր չմակրվեցանք Հեսու հիմա առաջնորդն է անի Մովսեսի ժամանակ էր որ բադայեցավ հիմա Հեսու առաջնորդն է որ դերոջ ժողովրդին վրա այն հարվածն ալ եկավ դուք դերոջմե խոդորեցաք ուստի եթե դուք այսօր դերոջմե ապստամբիկ անալ վաղը Իսրայելի բոլոր ժողովրդին վրա պիտի փարգանա կդեսնենք այստեղ որ ինչպես այդ մեղքը որ մդավ փաղամի խորուրդովը որ փաղագի դվավ դագավին սերունդ կշարնակվի այսօր շատ մը բաներ կան որ սերունդ ընտանիքներու մեջ կշարնակվի դեղը գդրել պետք է այդ մեղքը այդ սխալը որ կշարնակվի որ վնաս կուտա այդ ընտանիքներուն որովհետև մեկը քաչությունը չունենա հոնդեղը այդ սխալը որ գա դեղին վրա գեցնելու եւ գսեն մեր ընտանիքի մեջ եղած է ասիգա ամուսնալուծում օրինակի համար սերունդ կշարնակվի եւ մեկը չանք չներ որ ադիգա դերմը թատրի այլևս 25:18 թվոց 25:18 Սեքանզի անոնք իրենց ըրած նենկություններով ցեզի թշնամություններին փոքովրի կորձին մեջ ու իրենց քրոջ կորձին մեջ այսինքն Մաթանիայի իշխանին աղջկան Քապրիին որ հարվածին օրը զարնվեցավ փոքովրին համար ինչի մասին խոսի ասիգա Չիգրցան փնաչնչել Իսրայելի ժողովուրդը այսինքն ֆիզիկապես վնաս չիգրցան դալ Իսրայելի ժողովրդին բայց
հոգեորապես որ վնաս տվին արդեն վերջը ֆիզիկական վնասնալ հետևեցավ կտեսնեք խապեցին գսե իրենց վնաս հասցուցին Իսրայելի ժողովրդին եւ դժվարությունը այն է որ երկրորդ Պետրոս 2:14 այսպիսի հարցագումներ գուքան անոնց վրա որ գայուն չեն շնությամբ լեցուն աչքեր ունին որ մեղքեր չեն թաթարիր անհաստատ հոգիները գխապեն ակահության վարժված սրդեր ունին եւ անիծյալ զավակներ են շատ խիստ խոսքեր անցերուն մասին որ եկեղեցին ներս կմտնեն եւ այսպիսի տեղեր գարաչնորթեն մարդկանց դեսնեք սե հաստատ հոգիներ անհաստատ հոգիները գխապեն այսօր մենք մեգերնից պետք է մենք մեզի ասարցում արցնենք արդյոք ես հաստատ կետնի վրա եմ եթե այսպիսի բամը ինձի կա կարելի է որ ես ինամ եւ այսօր պատասխանը մեզի պետք է առաջնորդ է որբեսի ինչ որ գա որ անհաստատ վիճակի մեջ է մեր հոգեոր կյանքերն ներս հաստատ կետնի վրա տնենք աստուծո խոսքին վրա որբեսի չխապինք չինանք հովիմը փչելով չդարվինք եւ չգործանինք ուրեմն այս բոլոր բաները մեզի մեկ կարևոր գեդի մը գտանին որ այսպիսի ուխտաթրջությունը մերժել է աստուծո չափանիշները եւ արդոնել արժեքներ չափանիշներ որ աստուծո թեմեն բարոյական գերբով եւ գամ մեր վարմունքովը երկրորդ Պետրոս 1:15-16 Se ուստի պիտի չանամ որ ուստի պիտի չանամ որ իմ աշխարհը ելլելես ետնալ միշտ կարող լակ այս բաները հիշել Վասնզի ոչ թե մենք վարպետությամբ շինված առասպելներու յետևե երթալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին զորությունը ու քալուստը ցեզի ցույցինք հաբա անոր մեծափարությանը ագանադես լալով Պետրոս Արաքյալոս կրե որ ինչ որ ցեզի սորվեցուցինք անոր անիգա վեր բռնեցեք ասիգա շիդակ բանն է եւ չդարվիկ ուրիշ բաներով առաջին Հովաննու 2:15-17 Հովաննես Արաքյալը գրեգսե մի սիրեք աշխարհը ոչալ ինչ որ աշխարհի մեջ է եթե մեկը աշխարհը գսիրե անոր ներսիթին հորը սերը չգա վասնզի ամեն բան որ աշխարհի մեջ է մարմնի ցանկությունը ու աչքերու ցանկությունը եւ այս կյանքին անփարդավանությունը հորմեն չէ հաբա այս աշխարհեն է աշխարհը սալգանցնի անոր ցանկությունալ բայց ամ որ աստուծո գամքը գդարե հավիտյան բիդի մնա Հոս Հովաննես Արաքյալը գշեշտե որ անցողական բաները այն բաները որ մեզի ժամանակավոր հաջիկներ գուտան եւ աշխարհի հետ կապված են այն բաները որ աստուծո չափանիշներեն դուրս են որ հաջելի երևին մեր աչքերուն անոնք բոլորնալ պիտի անցնին եւ մենք այս ուխտաթրջության մեջ շատ թույլությամբ կինանք եթե աստուծո խոսքի վրա չհիմնենք մեր կյանքերը մեր խաղապարները մեր գարձիկները մեր միտքերը ավելի վեր բռնենք քան թե ինչ որ աստուծո խոսքը գսե անցյալները մեգումետ կխոսեի ես ասանք կհավատամ սա էսի քու հավատացածը աստուծո խոսքի մեջն է եւ չգրծավ փաստել բայց իր համառության մեջը գուզե շարունակել որովհետեւ
ինչ որ Աստծո խոսքը գսե բարոյական գերբով կամ իր վարմունքին թեմ անիգա իրեն հաջելի չի տվիր եւ ճուզեր խոնարիլ ծրիլ Աստծո արչեւ սելով որ այո ով դեր քո խոսքը չի դագե ես քո խոսքդ պիտի ավելի վերբրնեմ քան իմ գարձիկս իմ խորուրդս եւ այսպիսի խոսակցություններ շատ կունենամ եւ սիրտս կցավի երբ մարդիկ իրենց գարձիկը ավելի վեր կբռնեն քան թե Աստծո խոսքը եւ անշուշտ ասիգա գարաչնորդ է ցանկիմը որ Աստվածահաճո չէ Աստծո չափանիշներեն հերու ցանկը անգարելի է որ Աստծո հաճելի գարնա լադիգա մեր դուներեն ներս եկեղեցիներեն ներս ինչ որ ալլա Աստծո չափանիշները չեն կնար մեկ կողմ տնել Աստված մեզի հadouk ըրած է իրեն ինչպես համարի մեջ կարտացինք ցեզի գսե սեփական ժողովուրդս ըրած եմ Առաջին Պետրոս 2:9 Սեպայց դուք ընդիր ցեղ մնեք թակավորական քահանայություն սուրբ ասկ սեփական ժողովուրդը որբեսի հրճագեք անոր առաքինությունները որ քեզ խավարեն իր սկանչելի լույսին կանչեց անգամ եւս կաստադե 5 դագարանի մեջ խոսքեր գսե դուք ընդիր ցեղ մնեք թակավորական քահանայություն Սուրբ ասկ սեփական ժողովուրդը որբեսի հրճագեք անոր առաքինությունները մենք երբ որ բղդոր դեղեր գերտանք մեր հավատքի մեջը բղդոր միտքեր կսկսենք հայտնել ժողովրդին այդ հրճագ ճշմարտության հրճագելը գաղդոդվի եւ մեր գոչումեն կհերանանք եւ չենք կրնար աստեցիկ լալ Աստծո թակավորության մեջ անգևերջը երբ Հիսուս գաղոթե Իսրայելի ներություն Քրիստոսի եկեղեցին համար իր խաչելութենեն առաջ Հովանու 17-ի մեջ Հիսուս հadouk աղոթ կնե իր աշակերտներուն համար գսե անոնք աշխարհեն չեն ինչպես ես աշխարհեն չեմ այսինքն մենք Քրիստոսի օրինակը պետք է վերբռնենք մեր շուրջը Քրիստոսի օրինակը ցուցունենք ամենտեղ որովհետև նորեն կգարտանք Եփեսացիս 5:6-8-ին մեջ Սեչլա որ մեկը ցես խափե փուչ խոսքերով բասնզի այս բաներուն համար Աստծո փարգությունը գուկա աննազանտության որդիներուն վրա ուստի անոնց հաղորդ մի լակ քանզի թեև ադեմը դուք խավար եք բայց հիմա լույս եք Տերոջմով ուստի լույսի որդիներու պես քալեցեք մենք օրինագելի ժողովուրդը պետք է լանք Աստծո համար զադված աշխարհեն երկրորդ Տիմոթեոս 2:19-22 Պողոս արաքյալը գխրադե Տիմոթեոսի գսե բայց Աստուծո հիմա հաստատուն կգենա ու այս գնիք ունի թե դերը կջանչնա զանոնք որ իրն են եւ անիրավութենը մեկտի թողենան անոնք որ Քրիստոսին կպատկանին մեծ տանմը մեջ ոչ միան ոսկի ու արծաթե ամաններ կան հաբա փայդե ու հողի ամաններ ալգան ոմանք բադիվի համար են եւ ոմանք անարքանքի համար ուստի եթե մեկը իր անձը անարք բաները մաքրե անիգա բադվական անոթը պիտի լա սրբված ու իր դերոջը բիդանի ամեն բարի գործերու համար պատրաստված երդասարտական ցանկություններն ալ փախիր ու կնա արդարության հավատքի սիրո խաղաղության Եդևե անոնց հետ որ դերոջը անունը կգանչեն մաքուր սրտով շատ գեղեցիկ համարներն ասոն կսե բադվական անոթը պիտի լա ուստի եթե մեկը իր անձը անարք բաները մաքրե
Անիգա բադվական անոթ մը բիդելա սրբված ու իր դերոջը բիդանի ամեն բարի գործերու համար պատրաստված։ Ասիկա է Աստուծո փափակը մեզ մե ամեն մեկուս համար առաջին եւ կարծեմ մեկ համար միլիոնս ունիմ ինչպես Աստված Իսրայելի ժողովուրդը կանչեց իր սեփական ժողովուրդը լալու հոստեղը նոր գդականի մեջ կտեսնենք Աստված մեզի ընդրեց իրեն համար բադվական ամանները լալ կործածվելու համար եւ մենք շատ ըսկույշ պետք է լանք որ սխալմամբ կամ թե առանց ըսկալու այսպիսի մոլորություններու յետևեն չերտանք ինչ որ փաղամ ըրավ համոզեց եւ հաջողեցավ փաղագի այդ խրադը դալով Իսրայելի ժողովուրդը մեղքի մեջ մեղքի դանելու եւ իրենց գործաման դանելու այսօր Փաղամի խորուրդը որ գա եկեղեցի մեջ այս է սիրելներ որ մարդոց կհամոզե որ փոխանակ հոգևոր բաներու յետևեն երթալու բարեբաշխության յետևեն երթան եւ մեծ տարբերություն կա բարեբաշխության եւ հոգևորության միջև այսօր շատ անգամներ կլսեմ եկեղեցիներու մեջ որ կսեն մեր բարեբաշ ժողովուրդը կսեմ շիդագ է բարեբաշտ է բայց Աստված բարեբաշտություն գուզե թե ոչ աստվածաբաշտություն կսիրենք բարիկ բաներ բայց բարին բաշտելը մեզի չփրկեր եւ ոչ մեկ ձևով գնա Աստուծո հաճելի դարձնել եթե մենք աստվածաբաշտ չենք եթե Աստված առաջին տեղը չի գտնվի մեր կյանքերն մեջ տեսանք օրինակը թե Իսրայելի ժողովուրդը ինչպես ինգավ մոլորեցավ ուրիշ չասվածներ բաշտելով բորնգություն անելով եւ անշուշտ մյուս խապեյությունը որ այսօր եկեղեցիի մեջ կա որ ուխտաթրջության գտանի ան է որ այսօր սրբակործությունը չկարոզվի որ մենք սուրբ ենք կարդացինք քանի դեղ սուրբ ենք Աստուծո համար սուրբ պետք է ամեն անիրավութենե մակրվինք որբեսի բադվական անոթները լանք եւ այսօր եկեղեցի մեջ շատ մարմնավոր բաներ մտածեն որ ընդունելի դարձածեն եւ այդ է որ այս երկրորդ Թեսաղոնիկեցի համարը մեզի գսե թե վերջին օրերը Անտիքրիստոսի երևելեն առաջ մեծ ուխտաթրջություն միլա հիմա գտեսնեք ինչու համար անգամ եւս այսքան կարեւորություն կուտամ այս կետին որովհետեւ վտանգավոր ժամանակներու մեջ կաբրինք իսկ եթե սկուշ չլանք շատ թույրությամբ կգնանք գնալ բայց եթե հավատարիմ մնանք ինչպես համարս անվոր Աստուծո կամքի մեջ կմնա անիգա հավիտյան պիտի մնա դերը օրհնե բոլորին